Լրատվական ռադիո FM 106 և 5 Լրատվական ռադիոյի եթերում մեծ լուրերն են, շատ զբաղված, բայց խիստ հետաքրքրասեր մարդկանց հաղորդումը։ Տաղավարում Հայկու Հիմինասյանն ու Գարեգին Խումարյանն են։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախամարով։ Ու կրկին Ռիչարդի որդի Գասպարիթոր Ռաֆի Հովհաննիսյանի ու Ազատ դեմոկրատների հետ նրա համագործակցության որոշ մանրամասների մասին։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանն անցկացրել է սեփական փորձաքննությունը։ Վերջին աշխով Ռաֆին Ռիչարդ Հովհաննիսյանի տղան է, չէ՞։ Այդ կարգի բաները, այդ մասշտաբով, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանից կարող է չհավատամ։ Գիտություն, կրթություն, տնտեսություն, մշակույթ, շրջակա միջավայրի պաշտպանություն ու մի խոսքով ձեզ հայտնի բոլոր ոլորտները մեկ փաթեթում, կայուն զարգացում։ Փաթեթը կուսակցությունների ուշադրության կենտրոնում է, նախընտրական ծրագրերն էլ մեր ռադիոկայանում։ Պետք է այնպիսի ծրագիր մշակվի, որը համաչափ զարգացում կապահովի։ Ճաքած պատեր, աղտոտված բնություն, գլխացավեր ու այլ առողջական խնդիրներ, ոսկու ու արծաթի պատճառով ավելի ճիշտ դրանց կողքին հանդիպող ուրանի որոշակի քանակության։ Բնակիչները բողոքում են գլխացավերից, գլխապտույտներից։ Ստեփանավանցիներից ոմանք պնդում են, որ իրենց փոքրիկ քաղաքը ռադիացիոն ճառագայթման թիրախ է։ Սկսած բնապահպանությունից վերջացրած կրթությամբ, չշրջանցելով գրեթե ոչ մի ոլորտ։ Կայուն զարգացում, հենց սա է հաջողակ պետություն ունենալու գրավականը։ Կայուն զարգացում, գործընթաց, որում բնական պաշարների շահագործումը, գիտատեխնիկական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը եւ ինստիտուցիոնալ փոփոխությունները համաձայնեցված են մեկը մյուսով, ամրապնդում են ներկայի ու ապագայի պոտենցիալները։ Կայուն զարգացում առանց ոչնչացման, զարգացում, որը պետք է հենվի կենդանի բնության եւ բազմազանության ապահովման վրա։ Արդեն հիմա աշխարհում ֆինանսական գործարքների ծավալը 7 անգամ գերազանցում է նյութական ապրանքների առևտրի ծավալը։ Կայուն զարգացում օրինակ չի ենթադրում տնտեսական աճի դադարեցում, խոսքը շրջակա միջավայրի պաշարների ոչ ռացիոնալ օգտագործման աճի դադարեցման մասին է։ Կայուն զարգացման կոնցեպցիան ենթադրում է 3 հիմնական տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական ուղղությունների միավորում։ Մեր ռադիոկայանի հետ զրույցում ասաց հանուն կայուն մարդկային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։ Տնտեսությունը եւ հասարակությունը առասարակ պետք է այնպես զարգանա, որպեսզի ռեսուրսները, բնական ռեսուրսները այնպես պետք է օգտագործվեն, որպեսզի չզրկեն հաջորդ սերունդներին զարգացման հնարավորությունից։ 92 թվականին ՄԱԿ-ի կոչով երկրները հավաքվեցին Ռիո դե Ժանեյրոյում եւ ընդունվեց այդ գաղափարը։ Գաղափարը հիմնվում է 3 ոլորտների վրա՝ տնտեսություն, սոցիալական ոլորտ, էկոլոգիական ոլորտ, որ յուրաքանչյուր հարց լուծելիս, յուրաքանչյուր զարգացման ծրագիր մշակելիս պետք է այնպիսի ծրագիր մշակվի, որը համաչափ զարգացում կապահովի, այսինքն էկոլոգիական, տնտեսական եւ սոցիալական հիմնախնդիրները եւ առաջնայնությունները զուգահեռ պետք է լուծվեն։ Նաեւ այդպիսի հասարակությունը պետք է հենվի ժողովրդավարության վրա եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Այս ամբողջ համալիր մոտեցումը փաստորեն կայուն զարգացող հասարակարգի ձևաչափն է։ Եթե բնապահպանական ոլորտում ինչ-որ դրական շարժ կա, ասենք Սևանի խնդիրը, ապա սոցիալական ոլորտում լուրջ հետընթաց ունենք իդեմս բևեռացման մակարդակի աճի։ Կարինե Դանիելյանի խոսքերով բոլոր զարգացումները պետք է համաչափ լինեն։ Ունենք դրական շարժ որոշ էկոլոգիական խնդիրների լուծման մեջ, օրինակ հատկապես Սևանի հիմնախնդիրը, իրոք դրական արդյունք ունենք, մակարդակի բարձրացում, իհարկե շատ խնդիրներ կան դեռևս, բայց մակարդակի բարձրացման հետ մենք ջրի որակի լավացում ունենք, մենք հատուկ ուսումնասիրություն ենք արել լրացուցիչ, դա իրոք այդպես է։ Սոցիալական ոլորտում ունենք ցավոք բևեռացման աճ, որը որ չի խոսում կայուն զարգացման գաղափարախոսության հետ, արտագաղթի խնդրը բավականին մեծ է, կան շատ լավ մշակված ծրագրեր, հատկապես արդյունաբերության արտահանմանը միտված ռազմավարությունը, որը իրոք շատ լավ ծրագիր է։ Միաժամանակ այստեղ խնդիր ունենք, թե որքանով ենք մենք ներդնում այդ ծրագրերը եւ իրոք իրականացնում։ Շարունակում ենք թողարկումը, դուք լսում եք Կարինե Դանիելյանին։
Գիտություն, կրթություն, տնտեսություն, մշակույթ, շրջակա միջավայրի պաշտպանություն ու մի խոսքով ձեզ հայտնի բոլոր ոլորտները մեկ փաթեթում՝ կայուն զարգացում։ Փաթեթը կուսակցությունների ուշադրության կենտրոնում է, նախընտրական ծրագրերն էլ մեր ռադիոկայանի։ Լրատվական ռադիոն շարունակում է թերթել նախընտրական ծրագրերը։ Սկսեցինք։ Ժառանգության նախընտրական ծրագրում կայուն զարգացման վերաբերյալ բաժին չկա։ Փոխարենը ողջ ծրագիրը հիմնված է հայ մարդու եւ Հայաստանի կայուն զարգացման գաղափարի վրա, ասում է ժառանգական Ստեփան Սաֆարյանը։ Պատահական չէ, որ առաջին հերթին ժառանգությունը շեշտը դնում է երկրում արդարության, օրինականության վերականգնման եւ արդար կառավարման համար, որպեսզի նախ եւ առաջ քաղաքացին լինի պաշտպանված հենց պետության կողմից, նրա իրավունքները լինեն թելադրող պետական մարմինների գործունեության ոլորտում եւ որին անմիջապես հաջորդում են այնպիսի հարցեր, որոնք մենք պարտավոր ենք ապահովել մարդկանց նվազագույն արժանապատիվ կյանք, կրթաթոշակ, կենսաթոշակ, աշխատավարձ եւ այլ առաջադրելու հետ կապված։ Մասնավորապես հենց այդ ներկայ է, որ ժառանգությունը նշում է, որ իր հաշիվ երկրում օրինականության հաստատման, սֆերային տնտեսության կրճատման, արդյունաբերության գործարկման հնարավոր են բյուջեում ապահովել այնպիսի եկամուտներ, որոնք թույլ տան զորօրինակ նվազագույն կենսաթոշակ տալ 80,000 դրամ, նվազագույն ամսական աշխատավարձ համարել 80,000 դրամը։ Եթե դա նվազ է, ինչը տեղի ունենում այսօր ցավոք սրտի, ապա նշանակում մարդու կայուն զարգացման մասին խոսելը անիմաստ։ Կոմունիստական կուսակցության առաջնորդը երկրի առաջ ծառացած բոլոր չարիքների պատճառը տեսնում է մասնավոր սեկտորի գոյության մեջ՝ պետականացում։ Ահա թե ինչ է առաջարկում Ռուբեն Թովմասյանը։ Հենց դա է նպաստելու կայուն զարգացմանը։ Իդեպ նշենք, որ արդեն 2 շաբաթ է թերթում ենք նախընտրական ծրագրերն ու անկախ քննարկվող ոլորտից Ռուբեն Թովմասյանը երկրի փրկությունը տեսնում է պետականացման մեջ։ Որպեսզի երկիրը կայուն զարգանա, դրա համար պետք է ազգայնացնել բոլոր ռազմավարական ճյուղերը եւ կենտրոնացնել պետության ու ժողովրդի ցերքին։ Քանի այդ ռազմավարական ճյուղերը, հանքարտաբերությունը, անտառը եւ մյուսները գտնվում են օտարի ցերքին, օգտագործում որպես անհատական իրենց խոր սեփականությունը, ապա այդպիսի դեպքում կայուն զարգացում տեղի չի ունենա։ Դրա համար կրկնում եմ, հարկավոր է որ պետականացի ռազմավարական ճյուղերը եւ դրվի պետության դրամատրության տակ։ Ով ուզում է այս երկիրը ասպատակում է, որտեղ ուզում են քանդում են, որ գյուղ ուզում են տեղահանեն անում, ում ուզում են տնից տեղից վտարում են, միայն թե նրա ընդերքում ինչ որ հանքային նյութեր լինեն։ Սա է ամբողջը։ Կտրում են անտառներ, հիմա տեսեք ես միշտ այդ օրինակը բերում եմ։ Տեսեք ինչ է կատարում Ծիծեռնակաբերդում, ինչ է կատարում Օղակաձև այգում, ինչ է կատարում Պուշկինի այգում։ Այդ բոլորը աղտոտում է մեր ամբողջ եղած, կամ թե չէ, ինչ է կատարում Դալմայի այգիներում։ Այս բոլորը գալիս են ասելու, որ բնապահպանության ամբողջ կոմպլեքսը ուշադրությունից պետական գտնվում է դրսում։ Հերթը հանրապետականներինն է։ Կայուն զարգացում падգամավոր Գագիկ Մինասյանը վերիժեց տնտեսական ճգնաժամը, որը ցույց տվեց մեր տնտեսության խոցելի կողմերը։ Նրանք ըստ տնտեսագետի պայմանավորված էին նրանով, որ մեր համախառն ներքին արդյունքում մեծ մասնաբաժին ուներ շինարարությունը։ Շինարարության մեջ բնակարանային շինարարությանը, իսկ դրա մեջ չափազանց մեծ էին արտերկրից եկած դրամական միջոցներով կառուցված բնակարանները։ Տարիների ընթացքում շինարարությունը մեր տնտեսության լոկոմոտիվն է եղել, ապահովել է մեծ տնտեսական աճ, ներդրումներ բյուջեում, ապահովել է մեծ քանակի աշխատատեղեր, եւ դա բարի կամքի դրսևորում չէր, որ մենք հենց այդ ճյուղն էինք կարևոր համարում եւ այդտեղ էին ամենամեծ ներդրումները գնում։ Մենք շրջափակված էինք եւ մնացած որևէ այլ հնարավորություն, որը կապահովել այդպիսի մեծ տնտեսական աճ, ակնհայտորեն ավելի արագ կրճատում, քան շինարարություններ չկար։ Դա էր պատճառը, որ նախորդ տարիների ընթացքում ինչ հնարավորություն էր իրավացել այդ կարևոր խնդիրների իրականացումը։ Այո, մենք խոսում ենք կայուն զարգացման մասին։ Գագիկ Մինասյանը շինարարության եւ ՀՆԱ-ի Եվ սա պատահական չէ։ Մինասյանի խոսքերով առանց այս նախաբանի հնարավոր չէր խոսել կայուն զարգացման մասին։ Դա ամեն ինչ նախաբան է։ Մեր կայուն զարգացման կոնցեպցիան հենվում է մի ռազմավարության վրա, որի նպատակն է ապահովել ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն։ Այս բնագավառում մենք ունենք բավականին լուրջ հնարավորություններ, մասնավորապես հանրապետական կուսակցությունը իր վերջի տնտեսական կոնֆերանսում ներկայացրեց արտահանմանը միտված 11 ճյուղեր, որոնք ունեն իրենց մեջ բավականին լուրջ հնարավորություն մրցակցային ապրանքներ արտահանելու համար։ Նրանցից առաջի 3-ի
համար արդեն իսկ մշակված են ծրագրերը եւ սկսվել է այդ ծրագրերով աշխատանքներ։ Այդ ծրագրերի իրականացման արդյունքում մեր տնտեսությունը կունենա կայուն զարգացման հեռանկար անկախ միջազգային շուկաներում այդ կամ այն կոնկրետ ապրանքատեսակի հետ առաջացող խնդիրների։ Խնդիրը միայն արտադրության մեջ չէ, սակայն ամենակարևորը իհարկե այս բնագավառում պետություն եւ մասնավոր համագործակցությունն է, որը տալու է այդպիսի մեծ հնարավորություններ։ Դուք լսում եք լրատվական ռադիոն, թերթում ենք նախընտրական ծրագրերը, թեման կայուն զարգացումն է։ Հակից մեզ միանում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Օրենսդրական առումով երբ որ խնդիրը նայում ենք, այստեղ այնքան օրենսդրականը չի, թեկուզ այդտեղ էլ կա խնդիր, այլ օրենքի կիրառման խնդիր է առաջանում։ Եվ մեր կյանքի բոլոր բնագավառներում օրենքի ոչ հավասար կիրառումը խնդիրներ առաջացնում, տնտեսության մեջ մենաշնորհներ, նույն բնապահպանության մեջ շրջակա միջավայրի աղտոտում, թափոններ, հետագայում ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում, իհարկե նաև անհիմն չհիմնավորված լիցենզիաների տրամադրում այն տեղերում, որտեղ բնակավայրեր կան, ես նկատում եմ Հրազդանի դեպքը կամ Աղվերանի դեպքը, այսինքն իրականում այսօրվա օրենսդրական դաշտի բացը այնքան կարևոր չէ, թեկուզ սկիզբը դա է, բայց այսօր ինչքան որ այդ օրենքի կիրառումը, որը մեր մոտ պարզապես բացակայում է։ Իսկ մեր ծրագրերում ընդհանուր գնահատականները կատարված, իրավիճակի նկարագրությունը կա, ինչպես նաև այդ իրավիճակի փոփոխության մասին մեր մոտեցումներն կան։ Դրանք ամբողջական են դարձել առանձին բնագավառներում, կլինի տնտեսական ծրագիր, որտեղ մեխանիզմներ տրված թե ինչպես պետք է տնտեսության աշխատող խանգարող երևույթների դեմ առնել, գյուղատնտեսության բնագավառում նույն ձևի առողջապահություն, կրթություն, դրանք բոլորը այդ կայուն զարգացման բաժինն է, որպես երբ որ նայում ենք իրար մեջ ներառելով մեր ծրագրերում կան։ Ձեր ռադիոն Թունիչ FM 106 եւ կես հաճախության վրա է։ Լրատվական ռադիոյի եթերում շարունակվում են մեծ լուրերը։ Տաղավարում Հայկուի Մինասյանն ու Գարեգին Խումարյանն են։ Ճաքած պատեր, աղտոտված բնություն, գլխացավեր ու այլ առողջական խնդիրներ ոսկու ու արծաթի պատճառով։ Ավելի ճիշտ դրանց կողքին հանդիպող ուրանի որոշակի քանակության։ Ստեփանավանցիներից ոմանք պնդում են, որ իրենց փոքրիկ քաղաքը ռադիացիոն ճառագայթման թիրախ է։ Պատմում է մեր թղթակից Արփինե Ջիլավյանը։ Ստեփանավանի միակ գետում վերջին 1 տարվա ընթացքում ոչ ոք չի լողում։ Ստեփանավանում բոլորը վստահ են, գետում ուրան կա։ Ամեն ինչ սկսվեց 2011-ին, երբ Սագամար ընկերությունը շահագործեց ոսկու եւ բազմամետաղային հարստացուցիչ կոմբինատը։ 370 աշխատող ունեցող ընկերությունն արդյունահանում է ոսկի, արծաթ, ցինկ ու էլի մի քանի մետաղ։ Խնդիրն այն է, որ ընկերության հանքը մոտ է Ստեփանավանի Արմանիս թաղամասին։ 75-ամյա Տիկին Ժենյայի պատուհանից շատ պարզ երևում է Սագամարի հանքը։ Ամեն անգամ լուսամուտից նայելիս Տիկին Ժենյան նույն բանն է մտածում։ Իրենք միայն իրենց գործի մասին են մտածում։ Իսկ մեր մասին ով է մտածելու։ Մենք հասարակ մարդիկ, լորվա Ստեփանավանի բնակիչներս մտածում ենք մեր մասին, մեր երեխաների ապագայի մասին։ Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող ղեկավար եւ Լորե էկոակումբի նախագահ Մանյա Մելիքջանյանն ասում է. հանքի տնօրենությունը նախքանային շահագործելը խոստացել է լրջորեն քննարկել էկոլոգիական հարցերը եւ ժամանակին հայտնաբերել նույնիսկ աննշան շեղումները, բայց շահագործումից կարճ ժամանակ անց բոլորը հասկացան. Սագամարը չի պահպանում շահագործման կանոնների մեծ մասը։ Մանյա Մելիքջանյանը պատմում է, որ ընկերության տնօրենությունը արգելում է էկոլոգներին մտնել հանքի տարածք, որը նույնպես կասկածելի է։ Ընդհանրապես, մեր հանրությունը տեղեկություն չունի ոսկի բազմամետաղած հանքավայրի շահագործումից, ընդհանրապես հանքավայրի մասից։ Կոնկրետ, եթե ինձ է դեմ հանրությունը, ես պատասխանեմ, որ ես չեմ եղել, որտեղ տնօրենությունը չի թույլ տվել մենք մտնենք տարածքը, տեսնենք եւ մեր ուղղաձնամակներին նա ընդհանրապես անպատասխան է թողել։ Ստեփանավանի բնապահպանական խնդիրներին Երևանում եւս ծանոթ են։ Օրինակ, Էկոլուր բնապահպանական կազմակերպության տնօրեն բնապահպան Ինգա Զարաֆյանը։ Նրանք հաճախ են բողոքներ ստանում եւ բնապահպաններից եւ բնակիչներից։ Բազմաթիվ բողոքներից հետո քաղաքի բնապահպանները հավաքվել գնացել են Ստեփանավան։ Նրանց մոնիթորինգային խմբին եւս հանքի տարածքից վռնդել են։ Եթե բնակիչներից ստանում են աղազանք, որ փաթեթումները ազդում են նրանց անմիջական կյանքին եւ նրանք լսում են այդ փաթեթումների եւ աղմուկը եւ ամեն ինչը ուրեմն դա ազդում է իրանց բնակավայրերի վրա։ Երկրորդը, որը մեզ համար շատ կարեւոր է, դա զորագետի աղտոտումը։ Եվ երրորդը, որը ընդհանրապես ամեն ինչի կարելի ասել, ամեն ինչ գալիս է դրանից, որ կամպանիան չի պահպանում Օրխուսի կոնվենցիայի դերոտները, որ ընդհանրապես հասարակությանը չի թույլատրվում, նույնիսկ ճնշումներն են օգտագործում, որ նրանք չզբաղվեն այդ օբյեկտով։ Չնայած որ Օրխուսի կոնվենցիան
ասեմ, պարտադրում է պետական եւ բիզնեսին, որ նրանք աջակցեն, որ հասարակությունը մասնակցություն ունենա։ Ռեպորտաժի այս հատվածում պատրաստվում ենք ներկայացնել Սագամարի ներկայացուցիչների կարծիքը։ Նախ դիմեցինք Ստեփանավանի հանքի աշխատակիցներին։ Պարզվեց, ընկերությունում լրատվամիջոցների հետ շփվում է միայն հանքի անվտանգության պետը։ Երկար բանակցություններից ու ռեպորտաժի վերաբերյալ ամենատարբեր մանրամասներին ծանոթանալուց հետո հենց նա էլ խորհուրդ տվեց դիմել Երևանի իրենց գրասենյակ։ Այնտեղից էլ պատասխանեցին, իրենք ընկերությունից անկախ են գործում։ Մեր համար ջանքերի շնորհիվ հաջողվեց խոսել հանքի գլխավոր տնօրեն Վարդան Պապյանի հետ։ Սա արդեն մեծ հաջողություն ենք համարում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պարոն տնօրենը լրատվամիջոցների հետ գրեթե չի շփվում։ Ներկայացնում ենք մի հատված մեր զրույցից։ Շատ են բնակիչները բողոքում, որ հանքը շատ մոտ է գտնվում բնակավայրին։ Բնական է, շատ պետք է խոսալ, հզոր ձեռնարկություն է, շատ մարդկանց աշխի փուշն է։ Բնակչության կարծիքը այն, որ ձորագետը աղտոտվում է, այդ պայթեցումները, ճառագայթումը, որ ազդում է մարդկանց վրա, իսկ դա հաշվի չեք առնում։ Ճառագայթում։ Լավ, եղավ։ Նման անհետեցություն են ես։ Դե եթե դուք Կլոունադա է, ոչ թե անհետեցություն է։ Եթե դուք անհետեցություն եք համարում, ուրեմն ես միակողմանի կպատրաստեմ իմ ռեպորտաժը։ Ուզում եք միակողմանի պատրաստել, ուզում եք 360 կողմ պատրաստել բալիկյան։ Ինչ ուզում եք պատրաստել։ Սագամարի հասցրած վնասները միայն բնապահպանական չեն։ Ընկերությունը պայթեցումներն անում է երբ ցանկանա, օրվա տարբեր ժամերին։ Արմանիստի փոքրիկների խաղերը օրվա մեջ մի քանի անգամ ընդմիջվում են սարսափով, մեծերն էլ յուրաքանչյուր պայթունից հետո տան պատերի նոր ճաքն են ծեփում։ Մեր գյուղում հաճախակի պայթյուններ են առաջանում, որից նույնիսկ երեխաները վախում են։ Վազելով տուն են մտում, իրենց թվում է թե երկրաշարժ է։ Հանքի բացասական ազդեցության մասին ստեփանավանցիները ոչ միայն լսել են, այլև զգացել սեփական մաշկի վրա։ Նրանք Օրհուս կենտրոնի հասցեն արդեն անգիր գիտեն։ Սա միակ տեղն է, որտեղ նրանց լսում են։ Կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյան։ Բնակիչները բողոքում են իրենց գլխացավերից, գլխապտույտներից, ասում են, որ գնում ենք ուրիշ տեղ, օրինակ գնում ենք Պանացուր, գլխացավերը ասում է, վերադառնում ենք, նորից գլխացավերը սկսում։ Բողոքում են նաև պայթյուններից, որ առանց նախազգուշացման կատարում է պայթյուններ եւ շատերի տները ճաքեր է ստացել, խալխլվել է։ Բնապահպանական կազմակերպություններն անթիվ անգամ դիմել են բնապահպանության նախարարությանը, պատասխան չեն ստացել։ Չնայած Ինգա Զարաֆյանն ասում է, որ նախարարությունը սովորաբար արագ է պատասխանում դիմումներին։ Սա այլ դեպք է։ Բոլոր ընկերությունները պետք է աշխատեն մեր օրենսդրական դաշտում, չնայած որ մեր օրենսդրական դաշտը շատ անգամ փոխվում է միայն մասնավոր բիզնեսի օգտին, բայց գոնե այդ դրույթները թող նրանք պահպանեն։ Սագամար ընկերության հանքարդյունաբերական ծրագիրը խոստումնալից եւ շահավետ է ներդրողների համար։ Մնացյալը հանքի տնօրենը կլոունադա ու անհեթեթություն է համարում։ Արփի Ջիլավյան, Լրատվական ռադիո։ Ինտրիգներն ու առեղծվածները ժառանգությունից կարծես թե անպակաս են։ Սկզբից ներկուսակցական վարկաբեկումներ, հետո միջկուսակցական ու հիմա էլ միջազգային։ Փոքրիկ հիշեցում։ Ապրիլի 25-ին ուշ երեկոյան Ռեգնում գործակալությունը հրապարակել էր մի հոդված, ըստ որի 2012 թվականի մարտ ամսին Ժառանգություն եւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունների առաջնորդներ Ռաֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են թուրք դիվանագետների հետ։ Ըստ հրապարակման Ռաֆի Հովհաննիսյանը անձնական երաշխիքներ է տվել, որ եթե 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ամերիկան, Եվրամիությունը եւ Թուրքիան իրեն սատարեն, ապա ինքը Հայաստանում պայմաններ կստեղծի, որ հայ-թուրքական արձանագրությունները պարտադիր վավերացվեն։ Ըստ շրջանառվող լուրերի ինֆորմացիան գաղտնազերծել էին անոնիմուս հակերային միջազգային շարժման ակտիվիստներ։ Չնայած հրապարակումից ժամեր անց նյութը հեռացվեց Ռեգնումից, իսկ Ժառանգությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկատվությունը, համացանցում տեղեկությունները այնուամենայնիվ շարունակում են շրջանառվել։ Երեկվա մեր թողարկման մեջ խոստացել ենք անցկացնել մեր սեփական փորձակնությունը ու հրապարակել արդյունքը։ Հաղորդագրությունը տարածվել էր կեղծ հասցեից եւ սա ընդհանրապես սադրանք էր Ժառանգության դեմ։ Մեծ զրույցում ասաց կուսակցության մամլոխոսնակ Հովսեփ Խուշուդյանը։ Նախ գարշելի սուտը, որ տարածեցին, պարզ է, որ տարածում են դրանք, ովքեր որ շատ անհանգստացած են ժառանգության հաջողությամբ եւ հաջող վարկանիշով։ Գնահատ է նաեւ, որ այն fake profile-ը, այս օգտատերը, կեղծ օգտատերի անունից ուղարկված այդ նյութը, ընդամենը 2 օրում փակվեց նաեւ բլոգոսֆերայից եւ նաեւ Facebook-ի ռեջից, այսինքն ակնհայտ էր, որ հատուկ այդ կեղծ օգտատերի անունը ստեղծվել էր զուտ այս PR իրականացնելու նպատակով։ Ժառանգության շուրջ առեղծվածները սկսվեցին ճիշտ այն պահից, երբ կուսակցության ցուցակում հայտնվեցին ազատ դեմոկրատները, մարդիկ, ովքեր ժամանակին ՀՀՇ-ի կորիզն էին։
Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էին բարձր պաշտոններ ու փաստորեն կիսում էին հայ-թուրքական հարաբերությունների տեր-պետրոսյանական մոտեցումները։ Հովսեփ Խուրշուդյանը ասում է, որ դա այն ժամանակ էր, հիմա նրանք ուրիշ են, անգամ ստորագրել են ժառանգության նոր ուխտի տակ։ Միակ տեղ, որտեղ մարդիկ ինչ-որ չափով շփոթված էին, այն էր, որ այնտեղ էին նաև ազատ դեմոկրատները։ Ազատ դեմոկրատները կողմ են եղել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հայ-թուրքական սահմանի բացմանը կողմ են ոչ միայն ազատ դեմոկրատները, այլև ժառանգությունը, բայց առանց նախապայմանների։ Եվ մենք համատեղ նաև ուխտ Հայաստանի հռչակագիր երբ որ ստորագրել ենք, նույն ազատ դեմոկրատները դա կստորագրեն եւ այնտեղ հստակ նշված է, որ առանց նախապայմանների պետք է հաստատվեն այդ հարաբերությունները։ Այսօր ազատ դեմոկրատները նման դիրքորոշում ունեն, բայց խոսքս ազատ դեմոկրատների անդամները, եթե նայում ենք, նախկին հրշականներ են, այսինքն նախկին հրշականները, որոնք այսօր ազատ դեմոկրատներ կուսակցության կորիզն են։ Ուրեմն 88 թվից ի վեր բազմաթիվ կուսակցություններ են ստեղծվել, որոնց զգալի մասը եղել են հրշականներ, հա 88-ում ընդհանրապես հայոց համազգային շարժումը 90% բնակության ուրեմն պաշտպանում էր եւ մասամբ նաեւ անդամակցում էր հայոց համազգային շարժմանը, հա այնպես որ նախկինում թե ինչ է եղել, ով է եղել, ինչ ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ՀԱԿ-ի մասին է խոսքը, հա, ես վերջի շրջանի, որտեղից դուրս են եկել, ապա ՀԱԿ-ից դուրս եկած եւ ուրեմն ազատ դեմոկրատների մեջ համախմբված գործիչները, որոնք ոչ միայն ՀՀՇ-ի անդամներ են, ասեմ ձեզ, հա, հատկապես ուրեմն ազնիվ եւ պարկեշ մարդիկ են, որը մեկը չի ասել, որ մենք պետք է զիջենք մեր ազգային շահերը, հայ-թուրքական արձանագրությունների տեսքով, այդպես բան չկա։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սոցցանցերով առանձնապես չի հետաքրքրվում։ Նա անձամբ չի ստուգել հաղորդագրության հետ կապված տեխնիկական մանրամասները, բայց անկախ ամեն ինչից չի հավատում, որ Ռաֆի Հովհաննիսյանը կարող է գործակալ լինել։ Ասածը հաստատող փաստաթղթեր չունի, պարզապես չի հավատում։ Ռաֆու բարակայով չեմ հավատում, այս մեկը հավատի վրա է, որտեղ վերջին հաշվով Ռաֆին Ռիչարդ Հովհաննիսյանի տղան է, չէ՞, ով է լինի չլինի, այսպես Ռիչարդ Հովհաննիսյանի տղա, որը բավականին զարգացած, կրթված, դաստիարակված եւ Հայաստանի տեսլականով ապրած մարդ, Թուրքիայի հետ մինչեւ վերջ հարաբերության գնացող մի խմբի հետ է, ուրեմն միացել։ Ինձ համար արհեստական ծուրվածք է, ծուրվածք Պողպատի եւ Ալյումինի միջեւ, որը չի լինի։ PR-ներ հիմա որ կողմից կլինի, բաց ովքեր որ չեն ուզում որ նրանք անցնեն։ Սա երկդոտ տեխնոլոգիաները, որ ես չէի ուզենա, որ մեր երկրում դա տեղ գտներ, օգտագործվեր նման բան։ Որտեղ դա պատիվ չի բերում, բայց ես սկզբում էլ ասեցի, ես դավաճանություն հայ-թուրքական հարաբերություններում շատ լավ չեմ պատկերացնում։ Չեմ պատկերացնում, որ կարող է մի քիչ գիտի տակից մարդը գնա դրան, բայց քաղաքական իմաստով պատկերացնում եմ, այդ ազատ դեմոկրատները սրանք պատրաստ են, բայց նրանց մարդկային բան չի իմ կարծիքով։ Հայ-թուրքական հարաբերությունները շատ բարդ են եւ Թուրքիայի վերաբերմունք Հայաստանի հանդեպ չափազանց եւ հաջորդից բացասական է։ Ոչ թե մարդիկ լավ չեն բանակցում։ Ինչի Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի շատ ով առաջ գնաց թեպի բան թուրքական դեպքում։ Ինչու՞ վերջին հաշվով վտանգը իմացա մարդիկ եւ հեռացրեցին։ Դեռ եղել է դախողում։ Այսինքն այդ երենք որ լինեն չի լինելու։ Ալիկ Արզումանյանը Հայաստանի Հանրապետության պրեզիդենտը լինի, Թուրքիայի հետ հարաբերություն ավելին, քան այսօր կա չի կարողանալու ստեղծել։ Այսքանը հետևեք մեր թողարկումներին, իսկ մենք Գարեգին Խումարյանն ու Այգո Իմինասյանը ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Հաջողություն։